Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն է սրված ծրագիրն է։ Ժորժ Քյումչյանը պարգևատրվել է Հայաստան ասուրը մեդալով, Զմյուրնիայի վերջինը հայկական լեգիոնը նահանջալչի։ 1992 թվականի հունվարի 26-ը նշանավորվել է Քարինտակի հերոսամարտով։ Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին կործամանվտանգ գերիչի է։ Վերակազմավորված արցախաբալիկների Երևանյան ելույթը սկսվել է Արցախը կանչը խորագրով։ Եզնագոմերցի Մելիք Միրզախանի նորահայ տապանակարը, հայ մշակութային հիշողության վկա, Ռաֆիկ Քորթոշյան, Հովսեփ Թոքաթ, Ամպետյանի Վանի անհետացած աշխարհը աշխատությունը ներկայացվել է հայաստանյան գիտական հանրությանը, Հայքի Խոյի Բորանի Եզակի Բաղադրատոմս։ Դրոմ Արդեշի 44-րդ ընդհանուր ժողովը 2026 թվականի հունվարի 24-ին այլել Վալանսի հայկական մշակույթի տանը նախագահ Ժորժ Երեցյանի գլխավորությամբ։ Մասնակցան Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը, քաղաքական ու համայնքային մի քանի ներկայացուցիչներ։ Ժողովին վաղտը ներկայացվան Հայաստան ու Արևմտյան Հայաստանի ներկայիս իրավիճակներն 2025 թվականի բարոյական ու ֆինանսական հաշվետվությունն, Մինգել Հայրի ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումներն, 111-րդ տարելիցի նախապատրաստման գործերը։ Քննարկվել նաև CCAF-ի վերակազմավորումը։ Կայացալ է ACFOA ու FNACFOA վարչությունների վերանորոգումը նախագահ ընտրվելով Ժորժ Երեցյանին։ Վերջում Արմենակ Աբրահամյանը Հայաստան ասուրը մեդալը հանձնել է ACFOA-ի փոխնախագահ Ժորժ Քյումչյանին իրան երկարամյա ծառայության ու համայնքային գործունեության հետի։ Հայկական լեգիոնը հունական բանակի կազմում գործող 5-րդ հայկական գումարտակը կազմված է ցեղասպանությունը վերապրած պատերազմական փորձ ունեցող հայ կամավորներից։ Գնդապետ Թորգոմի Արամ Կայծակի ղեկավարությամբ լեգիոնը կրվել է Կուճիրասիայում ցուցաբերելով բացառիկ քաջություն ու կարգապահություն արժանանալով հունական հրամանատարության Պետրուր գնահատականին։ 1922-ին Զմյուրնիայի կործամանորին լեգիոնը վերջին ալերվեր թողալ է քաղաքը, Պետրուր բհելով հունական ու հայկական դրոշները, լուծարվելով նոյեմբերին տրալ է հայ-հունական համատեղ պայքարի հիշողության ու արժանապատվության խորհրդանիշ։ 1992 թվականի հունվարի 26-ը նշանավորվել է Քարինտակի հերոսամարտը։ Շուշվա առավոտյան 5:45 րոպեին հակառակորդը անցկացալ հարձակման Քարինտակին օգնության հասալ հարևան շեների բնակիչները։ Թվաքանակավ ուզենք զինամոթերքա մի քանի անգամ գերազանցող հակառակորդը հետաշպրտվել շենի շրջակայքում թողելով 130 ցիվիլ սպանվածներ։ Ջարդվել է Բաքվից բերված գումարտակը, մի քանի տասնյակ զոհերատվել նաև Շուշվա գումարտակը։ Ստեղ նաև գլխովին ոչնչացվել է Բաքվի բանակի հետախուզության պետի տեղակալի գլխավորությամբ հատուկ պատրաստված 11 հոգանոց ջոկատը։ Ցավոք զոհեր ունեցան նաև հայկական անկյունը։ Հունվարի 26-ին Քարինտակի հերոսամարտը շրջադարձ ձայնատարալ պարտադրված պատերազմում ու հիմքը հանդիսացալ թեզը հաղթանակների հետի։ Հերոսամարտը վերաբեկում այն ու կարևոր դեր է խաղալ ոգի ու հավատը ներշնչալ հետագա հաղթանակների կերտման ճանապարհին պետհրապատմական Շուշիի ազատագրման էջը։ Պատահական չի, որ թշնամին խոճապահարենելով իրան կորուստներն շենը կոչալա արյունոտ ձոր։ Քարինտակի ազատագրման վաղտը 1992 թվականի հունվարի 26-ին զոհված է ԼՂ Գերագույն խորհրդի падգամավոր Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վաղաշակ Արուշանյանը, իսկ 44-օրյա պատերազմի վաղտը Քարինտակում զոհվել է յուրան տղա Քարինտակի համայնքապետ Մղթար Արուշանյանը։ 44-օրյա կռվին վաղտը 2020-ի նոյեմբերի 4-ին հերոսական Քարինտակը հանձնվել է Արցախահայաթոփմանը, յետը շենը ամբողջությամբ ավիրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Region Monitor Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին հայտնվել է կործաման վտանգերիչի։ Սոցիալական ցանցերում տարածվել է եկեղեցու վթարային վիճակի մասին մտահոգիչ հաղորդագրություն։ 2026 թվականի հունվարի 12-ին արձանագրվել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ հանդիսացող Գաբրիել ու Միքայել եկեղեցու զանգակատա մասնակի փլուզում։ Հրապարակման հեղինակը զգուշացրել է վերղրիմը կարե զրկվե պատմության եզակի հուշարձանից։ Հենց տեղ 1848 թվականին հայկական ծեսավ տեղի ունեցավ նկարիչ Հովհաննես Այվազովսկու ու Յուլիա Գրևսի պսակադրությունը։ Հունվարի 23-ին Երևանում Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում համերգավ հանդես եկալ 37-ամյա պատմություն ունեցող Արցախաբալիկներ մանկապատանեկան համույթը, վեր 2023 թվականին բռնի տեղահանված այլել Արցախը։ Դիալոգ հասարակական կազմակերպության աջակցությունով համույթը վերակազմավորվել է ընդամենը 2 ամսում կրկին բեմապից հրացալ։ 1989-ին հիմնադրված համույթը մզդերոն է Արցախյան երկու բարի պահպանման գործումը, հյուրանկազում իրանց առաջին քայլերն ընրալ հայտնի կատարողն է։ Գեղարվեստական ղեկավար Գաներ Հարությունյանը, Յուրի Նավոյանը շեշտան համույթի շարունակականության սերունդների կապի Արցախյան մշակույթի կենտրոնի ներկայության կարևորությունը։ Համերգը ներկայացրել է Արցախյան ժողովրդական երգերի ու պարերի հարուստ ծրագիրը ու ընդունել է հանդիսատեսի մեծ ոգևորությամբ հաստատել ավեր Արցախաբալիկների սեսը շարունակելու հնչել է տարբեր բեմերում։
Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի վարձ քանդեսի 21-րդ համարում կարիք ընթերցիկ Ռաֆիկ Հորթոշյանի Եզնագոմեցի Մելիք Միրզախանի նորահայտ տապանակարը վերնագրավ հոդվածը։ Ներկայացվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր գյուղի Մելիք Միրզախանի նորահայտ տապանակարերը Իրանա-Սպահան քաղաքի հայկական գերեզմանոցում։ Հայտնի է, որ ինքը 1969 թվականին հալամ Եզնագոմերում այլել վեր տանու տեր նորահայտ տապանակարը հուշալավեր ինքը բռնագաղթի, ինչպես նաև ամբողջ շրջանի բնակչությունը ենթարկվալա 1720-ական թվականների երկրորդ կեսին Արցախ ներխուժած Օսմանյան բանակի կողմից ցեղասպանության։ Վանը դարեր շարունակ իլալա կենսունակ բարեկեցիկ ու մշակութային հարուստ կենտրոն, ստղան օտար երկրներն իլալ արտահանվելիս ոսկերչական ու արծաթագործական իրեր, գինի, պահածոյացված ճուկուն, իսկ Վանի բնության գեղեցկությունը ճանապարհորդներին մղելիս այլալ այն կոչել աշխարհի դրախտ։ Հայ ժողովուրդը շուրջ 4000 տարի ապրալայուրան հայրենի հողումը մշտապես ձգտելով ապահովել կյանքը ունեցվածքն ապատիվը ոչ թե ապստամբությամբ, այլ ինքնապաշտպանությունով ու իշխանության երաշխիքներին ակնկալի քավը։ Վանը անկումը ներկայացում է ոչ միայն որպես տարածքային կորուստ, այլ մշակութային արժեքների միասնական կյանքի ու մարդկային հույսի փլուզում։ Սակայն հեղինակը կորցնում չի Վանի վերականգնման հավատը։ Գրքում Վանի աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակութատնտեսությունը ներկայացում են գիտական ճշգրտությամբ նշմավեր։ Մինչև 1915 թվականը Վանի հայ բնակչությունը հասնելիս այլ մոտ 197 000։ Վանը իլալա կրթության, արհեստների ու առևտրի խոշոր կենտրոն, շուրջ 500 հայ վաճառականներով ու տարեկան մոտ 600 000 արտահանվող արծաթե իրերով։ Աշխատությունն ընդգծում վանեցի հայի կերպարը աշխատասեր ստեղծարար ավանդապաշտ ու ընտանիք քաղաքենտրոն, վերինքնությունը անկախտելիորեն կապվածարել վղի հավատքի մշակույթին հետ։ Վանի անհետացած աշխարհը գիրքը կարևոր վկայություն է Վանը հայկականության, պատմական ճշմարտության ու հիշողության պահպանման հետի ուղղված թա հայ, թա օտար ընթերցողներին։ Հայկական խոհարարական հանրագիտարանում շուշուտ են հանդիպում բորանի տիպի ուտեստները։ Ըստ լեգենդի այդ ուտեստները սկսան պատրաստել է Խոսրով արքայի օրոք։ Յուրախոխան բորան դուխտը նախընտրելիս այլել մածունավ ու թանավ ուտեստն է։ Բորանին ուտելիս են մածունավ կամ սխտոր մածունավ։ Այս կերակուրը մս տարածում ունեցալ հայքի պարսկահայք շրջանում։ Սիրելի հայրենակիցներ, սորվա այդ այսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկայցիկ։